Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ոչ բոլոր վճիռներն են, որ թարգմանված են հայերեն, ուստի նախադեպային իրավունքի կիրառումը Հայաստանում ունեցել է խնդիրներ։ Ցավոք, մեր ոչ բոլոր դատավորներն են, որ տիրապետում են երկու պաշտոնական լեզուներից որևէ մեկին։ Եվ ստացվում է, որ եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը ուսումնասիրելու համար, հենց որ ուրիշ խնդիրներ չհամարենք, լեզվական խնդիրը առկա է։ Երևանում ամփոփվում էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում ծրագրի արդյունքները։ Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականից։ Իմ դիտարկումների համաձայն բավական ակտիվ նրանք ուսումնասիրում են որոշ ոլորտներ, մեծամասամբ կարգավորվում են նախադեպով, քան օրենսդրությամբ։ Միեդ նախադեպային իրավունքի կիրառումը Հայաստանում կապահովի նաև դատական իշխանության անաչառությունը։ Մասնագետները վստահեցնում են, որ այն հնարավորություն է տալու դատարաններին բարձրացնել իրենց մասնագիտական որակները եւ ունենալ ավելի պատճառաբանված վճիռներ։ Եթե ընդունենք, որ ինչ-որ մեկը փորձում է նրանց նկատմամբ ճնշում գործադրել, նա կարողանում է այս դատարանի նախադեպային իրավունք, այսպես ասենք, որպես զենք օգտագործել։ 2015-ի հուլիսի 1-ի դրությամբ մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի ստացվել է 2469 դիմում, որից 600-ը ներկայացրել են Ադրբեջանի քաղաքացիները։ Այդ բողոքներից 1093-ի քննությունը դեռ ընթացքի մեջ է։ Հայաստանից գնացած դիմումներ ավելի քիչ են մերժում փաստորեն, քան մյուս պետությունում, դա նշանակում է առավել հիմնավոր են Հայաստանից գնացած դիմումները։ Դա իհարկե շատ լավ է։ Գերազանց է, ես կասեմ։ Իդեպ 2010 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում ընդդեմ Հայաստանի կայացված գործերի քանակը կազմում է 31, որոնց փոխհատուցման գումարը կազմել է 585.804 եվրոին համարժեք դրամ։